Բարև բոլորին, նստեք ձեզ պատմեմ, թե ոնց կարելի է շատ գումար աշխատել։ Նախ բարի գալուստ իմ ալիք, եթե ինձ դեռ չեք ճանաչում, ես Աննա Բաղդասարյանն եմ, վիդեոբլոգեր, բիզնես լեդի ու ընդհանրապես սոշիալ մեդիայի մարդ, ով որ վերջին 8-ից 10 տարիների ընթացքում հասկացել է, թե ոնց կարող է մոնետիզացնել սոցիալական մեդիան եւ աշխատել հնարավորինս շատ գումար դրա միջոցով, ու քանի որ ես չեմ ուզում գաղտնիքներ ունենալ ձեզնից, այսօր օգնելու եմ նաեւ ձեզ։ Նախ մի հատ արագ պատմեմ իմ պատմությունը, ինչով եմ ես զբաղվում, ինչքան գումար եմ աշխատում, որ հասկանաք արդյոք ուզում եք ինձ վստահելու իմ խորհուրդներին հետևել, թե ոչ։ Ես, ոնց ասեցի, վիդեոբլոգեր եմ, ունեմ իմ սեփական բիզնեսը, քեզպեսը հաստատ շատերը տեսել եք սիրուն oversize շապիկներին, որոնց հեղինակը ես եմ։ Եվ որը ինձ բերեց բավականին մեծ հաջողություն, բայց այս ամեն ինչի հիմքում ընկած է սոցիալական մեդիան եւ իմ գիտելիքները, թե ինչպես ճիշտ օգտվել սոցիալական մեդիայից, որպեսզի հնարավորինս շատ օգուտ քաղեմ։ Ես դեռ 2018 թվականից շատ կայուն ձևով տարիներ շարունակ նկարել եմ YouTube-յան վիդեոներ, Instagram-ի վիդեոներ, առանց իմանալու, որ դրանք կարող եմ մոնետիզացնել եւ արել եմ դա շատ սիրով, ու հետո որոշակի լսարան եմ հավաքել իմ շուրջը, ու այդ լսարանի շնորհիվ սկսել եմ կարողանալ գովազդներ անել, իսկ գովազդները Հայաստանում հավատացեք շատ բարձր են վարձատրվում, բայց գովազդները միակ ձևը չեն, ոնց կարող ես մոնետիզացնել քո բլոգը, նաեւ կարող ես ստեղծել պրոդուկտներ, համագործակցել տարբեր ձևաչափերով։ Եվ ես անընդհատ մտածել եմ, թե ինչն է ինձ առանձնացնում, ինչ կարող եմ սովորացնել, փոխանցել, որը կարող եմ նաև վաճառել։ Նախ տարիներ առաջ դա եղել է New Era-ն, որը վերականգնել ենք, քանի որ ես բավականին ակտիվ երիտասարդ եմ, շատ անվճար միջազգային ծրագրերի եմ մասնակցել եւ անվճար ճամփորդել, ստեղծեցի դասընթաց, որը ամբողջ ինֆորմացիան, թե ինչպես կարելի է դառնալ այդպիսի երիտասարդ, ինչպես կարելի է մրցունակ հայտարարումներ լրացնել, գտնել նման ծրագրեր, անվճար ընդունվել համալսարաններ, աշխարհի top համալսարաններ։ Մի խոսքով, այն ինչ կապված է կրթության հետ ու շատերս Հայաստանում չենք տիրապետում, այդ ամեն ինչը ես ու Լևոնը New Era-ով փոխանցում ենք, եւ սա իմ գումարի աղբյուրներից մեկն է, բացի գովազդներից, բայց կա նաեւ քեզպեսը հագուստի բրենդ, որը ես սկսել եմ շատ քիչ բյուջեով տնից, ու մինչև հիմա ես դա անում եմ տնից, այսինքն անգամ պահեստ չունեմ ու բոլոր հագուստները տան եմ ես պահում ու տնից առաքումներն իրականացնում։ Սա ասում եմ նրա համար, որ պատկերացնեք շատ մեծ ներդրում պետք չի, ընդհանրապես առաջին խմբականակի ներդրումը մարքեթինգային ծախսերը կարողանաք հոգալ ու վերջ։ Հագուստի բրենդը կարող եք սկսել, որոշակի կետի հասցնել եւ հետո նոր արդեն ձեր ուզած ձևով շարունակել, բայց անկախ այս պայմաններից քեզպեսը մեծ եկամտի աղբյուր է եւ բլոգինգով, անգամ եթե ունեք քիչ հետևորդներ, հնարավոր է ստեղծել այնպիսի եկամտի աղբյուր, որ երբեք չէիք պատկերացնի, սկսած միլիոններից մինչեւ տասնյակ միլիոններ։ Այնպես որ եթե դուք եք ուզում սկսել այս ճանապարհը, անգամ եթե չեք ուզում դառնալ բլոգեր, բայց ուզում եք սոցիալական մեդիայով գումար աշխատել, ամսական եկամուտը դարձնել մինիմում 1 միլիոնի, ես այստեղ եմ, որ ձեզ օգնեմ իմ վիդեոներով, ու սա կլինի այս շարքի առաջին վիդեոն։ Երևի ամենակարևոր բանը այս ճանապարհին ինքներդ ձեզ հետ զրուցելն է, ձեզ հարցեր տալը, ու առաջին հարցը պետք է լինի՝ ինչ եմ կարողանում ես անել, որ չեն կարողանում անել ուրիշները։ Եթե չեք կարողանում այս հարցին պատասխանել, ապա այլ խնդրի ենք բախվում, պետք է սովորել անել այդ բանը, որ այլ մարդիկ չեն կարողանում անել։ Եթե չեն կարողանում այս հարցին պատասխանել, ապա բախվում ենք մի խնդրի, որ մեզ պետք է կարողանալ այս հարցին պատասխանել։ Դա կարող է լինի ցանկացած բան, օրինակ տորտ թխել, գրաֆիկ դիզայն, մաքրություն անել, ամեն ինչ։ Այն ինչը կարող է ձեզ առանձնացնել, ու ես վստահ եմ, որ դժվար եթե երկար մտածեք չգտնեք այս հարցի պատասխանը, բայց ամեն դեպքում եթե չեք կարողանում գտնել, ապա պետք է աշխատել մի բանի վրա, որը ձեզ իսկապես կառանձնացնի ու որը կանեք ավելի լավ, քան մնացած մարդիկ։ Իմ դեպքում դա շատ տարբեր ա եղել, սոշիալ մեդիայի հմտություններ, SMM եմ սովորել, գրաֆիկ դիզայն եմ սովորել ու ընթացքային նաև սրանք եմ մոնետիզացրել, որպես գրաֆիկ դիզայներ եմ աշխատել, բայց շատ կարևոր է, որ իմանաք հստակ ինչն եք ուզում մոնետիզացնել ձեր հմտություններից։ Եթե դեռ չգիտեք, ապա սովորեք այն, ինչը կուզենաք մոնետիզացնել։ Եկեք վերցնենք գրաֆիկ դիզայնը, բայց ցանկացած օրինակի վրա կարող ենք սա պրոյեկտել, անգամ խոհարարության, տան հետ կապված գործերի, դրսի հետ կապված գործերի, մի խոսքով ցանկացած բանի։ Բայց պայմանական վերցնենք գրաֆիկ դիզայնը։ Շատ մարդիկ Հայաստանում սովորում են օրինակ գրաֆիկ դիզայն կամ ինչ-որ թվային մասնագիտություն ու հետո բողոքում են, որ չունեն աշխատանք, որ չեն կարողանում գտնել պրոյեկտներ։
Գիտեք ինչու, որովհետև Հայաստանում շատ մարդիկ ունեն այն մտածելակերպը, որ ունեն հմտություն, պրոյեկտները պետքա իմանան, չգիտես որտեղից որ իրենք այդ հմտությունը ունեն եւ գան իրենց գտնեն։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա. ինչպես պետք է այդ պրոյեկտները ձեզ գտնեն, եթե դուք որևէ ձև, որևէ կերպով ձեր մասին աշխարհին տեղյակ չեք պահում։ Եվ սա ընդհանրապես բլոգեր դառնալու մասին չի։ Չնայած բնականաբար եթե բլոգինգ սկսեք զուգահեռ շատ կօգնի, բայց առանց սոշիալ մեդիայի անհնար է ցանկացած այլ հմտություն առաջ տանել ներկայում։ Դրա համար առաջին հերթին պետք է ունենաք ձեր սոշիալ մեդիայի ներկայանալի էջը, ձեր աշխատանքները, ձեր պատմությունը, անգամ եթե չեք ուզում ձեր դեմքը երևա, կարող եք այլ չամիչ ընտրել ձեր էջի համար, այլ ձևաչափ ընտրել։ Կարևորը որ կարողանաք այդ ձևաչափը շատ յուրահատուկ դարձնել ձեր մասին, դարձնել, որ կարողանաք ներկայացնել ձեր աշխատանքներն այնպես, որ գրաֆիկ դիզայներ փնտրող մարդը մի քանի էջեր համեմատի ու վերջում միևնույնն կանգնի ձեր տարբերակի վրա։ Այսինքն մեզ պետք է սովորել հմտություն կամ մեր ունեցած հմտությունը կարողանալ աշխարհին ներկայացնել ճիշտ ձևով։ Քանի որ այս վիդեոյի թեման հենց գումար վաստակելն էր։ Շատ մարդիկ չեն անում սա, որովհետև մտածում են, որ շատ քիչ հետևորդներ ունեն կամ իրենց ոչ մեկ չի հետևի, բայց հավատացեք, հետևորդների քանակը վաճառքներ իրականացնելու հետ ունի 0 կապ։ Իսկապես 0 կապ, կարող եք ունենալ 10 հետևորդ, բայց այնպիսի ռիլեր նկարել ձեր աշխատանքի մասին, այնպիսի վիդեոներ, այնպիսի փոստեր, այնպիսի վաճառող տեքստեր գրել, որ 500,000 հետևորդով մարդուն ավելի քիչ վստահեն, քան ձեզ։ Հետևորդների քանակը իսկապես այդ պորտֆոլիո կառուցելու հետ կապ չունի։ Իսկ պորտֆոլիոն, այսինքն մեր հիմնական աշխատանքները արդեն տեղափոխվել են թվային դաշտ ու մենք պետք է կարողանանք պորտֆոլիոն ներկայացնել հենց սոշիալ մեդիայի ձևով, որ մարդիկ գրեն գրաֆիկ դիզայն, գտնեն ձեզ եւ ձեր պորտֆոլիոն միանգամից տեսնեն, որովհետեւ ավելի ավանդական տարբերակը, երբ որ պորտֆոլիոն ինչ-որ ֆայլով հավաքում է ինչ-որ սխտապանակի մեջ, այլևս այնքան արդի չի, ինչքան հենց սոշիալ մեդիան որպես պորտֆոլիո։ Ձեր էջը պետքա դարձնել ձեր հմտության պորտֆոլիոն։ Եվ այդ պարագայում ճիշտ մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել ձեր հմտության համար, կամ ձեր հմտությունը սովորելու համար, կարողանան ձեզ գտնել եւ վստահել։ Շատ մարդիկ ուղղակի չեն հասնում այս կետին, որ սկսեն իրենց էջը, իրենց աշխատանքները գեղեցիկ ներկայացնել, որովհետև սպասում են իդեալական պահի։ Սա broke mindset է իմ համար, իմ կարծիքով իդեալական պահի սպասելու պարագայում երբեք ոչ մեկ ոչ մի բան չեր անի։ Ես իդեալական պահի չեմ սպասել, երբ սկսել եմ քեզ պեսը, 1000 հատ կիքս ենք ունեցել, լիքը տեղեր իմացել եմ, որ ես անգամ պատրաստ չեմ վաճառքներ իրականացնել։ Լիքը մասերում ես բաց թողումներ եմ ունեցել ու ես հենց այդ պահին էլ իմացել եմ, որ բաց թողում ունեմ, բայց եթե սպասեի իդեալական պահի, միգուցե մինչև այսօր ես սկսած չլինեի քեզ պեսը։ Իդեալական պահ գոյություն չունի, միշտ խոչընդոտներ լինելու են ու շատ կարևոր այս ճանապարհին հասկանալ, որ պետք է ուղղակի սկսել։ Որոշակի պլան ունենալ, որոշակի նպատակ ունենալ, քայլեր ունենալ մշակած ու անկախ ամենից սկսել, որովհետև կյանքը պատահում է, կյանքը իդեալական չի ու ընթացքում էլ լիքը ոչ իդեալական պահեր են ստեղծվելու ու այնպես չի, որ հարթ շարունակվելու է ընթացքը, բայց իդեալական պահի սպասելը broke mindset-ը։ Հաջորդ բանը քննադատությունն է, որ գիտեմ, որ մարդիկ քննադատությունից շատ են վախենում։ Ինչքան էլ ասեմ, շատ դժվար է սա ընդունելն ու հավատալը, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ սկզբում քննադատել են, ինչ որ պահի իրենց բիզնեսի, իրենց մամայի բիզնեսի համար ինձնից գովազդ են պատվիրել։ Այդ մարդիկ հետո ուզում են դառնալ դուք։ Անկեղծ։ Դուք ուղղակի ձեր մտքում ասեք, ես ապացուցելու եմ, որ դուք մի տարի հետո ուզելու եք լինել ես։ Եթե դուք սենց մտածեք, այդ քննադատությանը որպես մոտիվացիա կվերաբերվեք, որովհետև դուք գիտեք, որ հակառակն եք ապացուցելու ու որ այդ մարդիկ շատ շուտով ուզելու են ապրել ձեր կյանքով։ Հենց այդ նույն cringe-ի վախն է, որ ինքներդ ձեզնից կարող եք cringe-վեք, ձեր վիդեոները նայել չկարողանաք, բայց cringe-ը ինչ է։ Ամենաիսկական մարդիկ cringe են, այն մարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց իսկական եսերը, չեն ուզում լինել այլ մարդ, սովորաբար cringe են։ Իմ կարծիքով cringe-ը ամենաանկեղծ, ամենալավ բանն է։ Այս մասով, ձեր հմտությունների մասով, բացի հենց սոցիալական մեդիայում ակտիվությունը, ձեր պորտֆոլիոն կառուցելը, շատ կարևոր է չվախենալ քայլ անելուց։ Գիտեք, ես իմ բլոգինգի ճանապարհին քանի բրենդի եմ գրել համագործակցության համար եւ մերժվել։ Ու ինչքան վատ եմ զգացել ինձ, որովհետեւ Երևանը փոքր է, Հայաստանը փոքր է, բոլորին ճանաչում են ու ես ամոթ էի զգում, որ ինձ մերժել են, որ ես առաջին քայլ եմ արել ու մերժել են։ Բայց
10-ից մեկը համաձայնելը ու այդ մեկը վճարելը այնքան, ինչքան կվճարեին այն մնացածը իրար հետ։ Այնպես որ առաջինը քայլ անելը ամոթ չի։ Եթե դուք ունեք հմտություն ու կարողանում եք այդ հմտությունը որոշակի ձևով ներկայացնել, ինքներդ քայլ արեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատրաստ կլինեն վճարել։ Ձեր թիրախային լսարանի նկատմամբ, ձեր թիրախային գնորդների նկատմամբ։ Եթե ունեք խոհարարական հմտություններ, գրեք ռեստորաններին, առաջարկեք ձեր ծառայությունները։ Եթե reel maker եք, գրեք բոլոր բլոգերներին, ում ճանաչում եք, եւ հաստատ ինչ որ մեկը կհամաձայնի եւ օրինակ պատրաստ լինի ձեր ասած արժեքով վճարել։ Ու իրականում ձեր ծառայությունները առաջարկելով ձեր հմտությունները կարողանաք վճարել շատ ավելի թանկ, քան եթե ինչ որտեղ աշխատանքի ընդունվեք եւ աշխատեք ամեն օր 9-ից 5-ը եւ չվաստակեք այնքան, ինչքան կվաստակեք ձեր հմտությունները տարբեր ձևերով վաճառելով։ Երևի ամենակարևոր հմտություններից է գումար աշխատելու համար ձեզ վաճառել կարողանալը, որքան էլ որ սա տարօրինակ է հնչում։ Անկեղծ գիտեմ իդեալական մասնագետներ տարբեր ոլորտներում, ովքեր չեն կարողանում վաստակել այնքան, ինչքան նույն ոլորտի շատ վատ մասնագետները։ Զուտ մի տարբերության պատճառով, որ վատ մասնագետները գիտեն ինչպես ներկայացնել իրենց, ինչպես վաճառել իրենց հմտությունները, իսկ լավ մասնագետների շատերը չեն կարողանում։ Եվ հավատացեք, որ եթե ուզում եք շատ գումար աշխատել, ձեզ լավ վաճառել երբեմն ավելի կարևոր է, չնայած չեմ ասում, որ վատ հմտություններ ունենալով պետք է դա անել, բայց հավատացեք, գումար աշխատելու համար լավ մասնագետ լինելը բավարար չի։ Պետք է կարողանաք լավ ներկայացնել, լավ վաճառել եւ վստահեցնել դիմացինին, որ դուք իրենց պետք եք, որ առանց ձեզ իրենց նպատակին չեն հասնի։ Սկսնակների համար տարբեր ոլորտներում պորտֆոլիո հավաքելը գիտեմ ինչքան դժվար է, որովհետեւ չունեք որոշակի բազա, որտեղ ձեր աշխատանքներն են։ Այս դեպքում էլ առաջարկում եմ ուղղակի տարբեր աշխատանքներ անել, որոնք պատվեր չեն, օրինակ գրաֆիկ դիզայնի մի քանի տարբեր բրենդինգներ, որոնք ձեր մտքով կանցնեն, կամ ճարտարապետ եք, տարբեր մի քանի ինտերիեր արեք, որ իրականում պատվեր չեն եղել, բայց ներկայացրեք արդեն հետագա պատվիրատուներին որպես ձեր աշխատանքներ։ Որևէ բանով չեք խաբում ձեր աշխատանքն է, պարզապես դուք արել եք ինքներդ ձեզնից պատվիրելով։ Եվ ի դեպ, եթե նման հմտություններ եք վաճառում, նաև կարող եք բարտերային համագործակցություններ առաջարկել տարբեր մեծ լսարաններով, բլոգերների, անգամ փոքր լսարաններով բլոգերների, եւ կտեսնեք, որ այդ համագործակցությունից քիչից նաև լսարան եք ձեռք բերում, հետաքրքրված մարդիկ են լինում, ու այդ հետաքրքրված մարդկանց հետ եթե կապը պահեք, հաստատ հետագայում իրենք կդառնան լիդ եւ վաճառքներ կանեն ձեր պրոդուկտից։ Այնպես որ մենք ունենք հիմնական 2-3 քայլ պատրաստել մեր պորտֆոլիոն, ինչպես ասացի, դա կարող եք անել արհեստածին ձևով, եթե անգամ չունեք պատվերներ, եւ հաջորդը առաջինը գրել պատվիրատուներին եւ առաջարկել ձեր ծառայությունները։ Այս ճանապարհին, որպեսզի կարողանաք կայուն մնալ, քանի որ կայունությունը բանալի է, ցանկացած նպատակի հասնելու համար, ձեզ համար դեդլայններ սահմանեք։ Օրինակ, իմացեք, որ յուրաքանչյուր 3 օրը մեկ պետք է ունենաք 1 post գոնե, 1 ավելացում ձեր պորտֆոլիոյին։ Եթե դուք ձեր հանդեպ հաշվենկատ գտնվեք ու անեք այս ամեն ինչը քայլ առ քայլ, երևի մի քանի ամիս կպահանջվի, որ ձեր հանդեպ վստահությունը աճի ու մարդիկ արդեն գնեն այն, ինչ դուք առաջարկում եք, դա կլինի հմտություն, ծառայություն, պրոդուկտ, այն ինչ կառաջարկեք։ Եթե ինքներդ ձեր հանդեպ consistent կայուն գտնվեք, անեք այն ինչ պետք է անեք, ձեր պլանին հետևեք, հավատացեք, դա արդյունք տալու է։ Ես իմ բլոգի օրինակով ասեմ, ես շատ consistent ու կայուն եմ եղել ժամանակին, բայց հատուկ նպատակ չեմ ունեցել գումար աշխատելու, բայց այդ կայունությունը ինձ միևնույն է բերեց գումար։ Այսինքն կայունությունը բանալի է գումար աշխատելու գործում։ Եկեք մի քիչ խոսենք այն մասին, թե ինչ անել, երբ արդեն որոշակի առաջարկներ են լինում ու չի ստացվում գումար աշխատել։ Այս դեպքում երևի ամենակարևորը բանակցության հմտություններն են, որ սկզբում լսեք, թե ինչքան են պատրաստ իրենք վճարել, ու եթե տեսնում եք, որ օրինակ բյուջեն ունեն, առաջարկել հենց այդ սահմանում։ Ու եթե դուք եք առաջարկելու ձեր ծառայության գումարը եւ նրանք չեն համաձայնում, օրինակ 1 օր հետո ինչ որ առաջարկ գրել, որն իրենց շատ շահավետ կթվա։ Երբ որ արդեն որոշակի գումար ենք վաստակում, իմ կարծիքով ամենասկզբում կարևոր է այդ գումարը անընդհատ ներդնելը։ Անկամ եթե ձեզ թվում է, թե ձեր բիզնեսի համար 0 ներդրում է պահանջվում, գիտելիքը ներդրում է, հմտություններ ներդրում են ու անընդհատ գտնել դասընթացներ եւ ձեզ ներկայացնելու մասին, ձեզ վաճառելու, մարքեթինգի մասին եւ հենց բուն ձեր հմտության մասին, որ անընդհատ ավելի լավ մասնագետ դառնաք եւ ավելի լավ կարողանաք վաճառել ձեզ։ Կարծում եմ այդ սկզբի աշխատած գումարը եւ ընդհանրապես ընթացքում էլ աշխատած գումարը միշտ պետք է որոշակիորեն ներդնել կրթության մեջ, որպեսզի հետ չմնաք, որովհետեւ սոցիալական մեդիան շատ արագ է զարգանում։
անսահման արագ զարգանում ու եթե սկսեք անել այնպես ինչպես անում էին մի տարի առաջ, ու եթե հիմա անեք որոշակի ձևով ու աշխատի, մի տարի հետո դա գուցե չաշխատի ու մոլորվեք եւ չիմանաք ինչպես է պետք անել, դրա համար շատ կարեւոր է անընդհատ հետեւողական լինել, թե ինչա պետք անել աճի համար։ Հուսամ այս վիդեոն օգտակար էր, մի քիչ ավելի ընդհանուր վիդեո ստացվեց, բայց ես պատրաստվում եմ շարունակել գումարի ու գումար աշխատելու մասին վիդեոների շարքը, այնպես որ հետևեք իմ ալիքին, կարող եք հետևել նաև իմ Instagram-ին, այնտեղ եւս շատ ակտիվ եմ, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Հաջողություն։